Ինքն Այբուբենի իրենց ընկեր Այբենարանն իմաստուն ճամփա ցույց տվեց, գիտելիքի աշխարհի դուռը բացեց։ Եվ ահա եկել է պահը, տոնն է մեծ հաղթանակի, նրանք գրաճանաչ են արդեն, սա սկիզբն է լավ գալիքի։ Հարգելի ներկաներ, եկեք ջերմ ու չդադարող ծափահարություններով դիմավորենք մեր այսօրվա հերոսներին, արդեն գրաճանաչ առաջին դասարանցիներին։ Վերջապես մենք դարեցինք, արդեն ճանաչում ենք այց մինչև բոլոր տարրերը։ Իսկ ինձ համար այնքան հաճելի է, երբ կարողանում եմ կարդալ փողոցի ցուցանակները ու խանութների անունները։ Ու դրա համար մենք պարտական ենք մեր առաջին գրքին Այբենարանին, բայց քանի որ մենք արդեն սովորել ենք, ամեն ինչ ժամանակն է նրան հրաժեշտ տալու։ Խացիր, խնդրում եմ մի փակի, ես հեզնար մի բան մտածել, ինչ մտածեցիր։ Իսկ ինչ կլինի տարրերի հետ, երբ մենք փակենք գիրքը, նրանք չեն տխրի, որ այլևս իրենք չենք նայելու, այդպես փակված ունենանք մնալ։ Ողջույն, սիրելի փոքրիկներ, մենք բնավ տխուր չենք, ինչու պիտի տխրենք, սա հրաժեշտ չէ, սա մեր նոր ճանապարհի սկիզբն է, մենք միշտ ձեր կողքին ենք լինելու։ Հիմա մենք կարող ենք միանալ իրար, կանգնել կողք կողքի ու դառնալ բառեր, որոնք սովորական բառեր չեն, կարևոր արժեքներ են ձեր ամբողջ կյանքի համար։ Տեսեք, հայ այսպես։ Իսկ դուք պատրաստ եք ձեր ողջ կյանքում պահել ու պահպանել այս արժեքները։ Լսեցինք ձեր խոսքը, մեր քաջ սերունդ, ուրախ ենք ձեր վճռականության համար։ Բայց ձեր կյանքի ճանապարհին դուք մենակ չեք լինելու։ Ձեզ պետք է ուղեկից մի իմաստուն խորհրդատու։ Նայեք բեմին, այնտեղ ձեզ է սպասում հայի կյանքի մեծ ու խորհրդավոր գիրքը։ Նրա ջերում մեր քաջ նախնիների շունչն է, նրանց սխրանքներն ու իմաստությունը։ Այն պատմում է մեր ժողովրդի անցած ուղին, փառքով ու փորձությամբ լի։ Այդ գիրքը կենդանի է, այն գրվել ու գրվում է ամեն օր։ Այն նաև ձերն է։ Դուք նրա ժառանգորդներն եք և նրա ապագա էջերը գրողները, ամեն նոր գիտելիք, ամեն բարի գործ մի նոր էջ է ավելացնում այդ անվերջ գրքին, այն գնալով հասկանալու է ձեր կյանքով ու ձեր երազանքներով։ Ձեր պարտքն է լավ իմանալ անցյալը, որպեսզի կարողանաք արժանապատվորեն գրել ապագայի էջերը։ Իսկ այժմ բացեք առաջին էջը, ցույց տվեք մեզ և ամբողջ աշխարհին, թե ինչ եք արդեն սովորել ձեր ճանապարհի սկզբում, ապացուցեք, որ դուք պատրաստ եք լինելու այս մեծ պատմության արժանի շարունակողները։
թող չլինի մորձի ասկեն մեր ճապին, այլանազատ ճանապարհին լինեն գազնի ու ուշի։ Եկեք պահպանենք աչքի լույսի պես, մեր նախնիների սուրբ պատգամորվեն, մեր գազների գազվող շտեզերքում, հավերժի շապորդվեր հայոց լեզու։